Հարգելի գործընկերներ, քննարկում ենք հարց համար 56-ը կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի համար 710 Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ անելու մասին է։ Զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով առաջարկում ենք ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ԵՀԱԴ եկած որոշ խնդիրներ, ինչպես նաև վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափերը։ Մասնավորապես առաջարկում ենք ծրագրի շրջանակներում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին, անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում հայտարարություն եւ ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը, քանի որ ներկայում գործող իրավակարգավորմամբ 25 թվականի հունվարի 1-ից մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխան համարվում է շահառու, եթե ընտանիքն առցանց դիմում հայտարարություն ներկայացրել է եւ ծրագրով նախատեսված հավաստագիրը ստացել է մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մյուս առաջարկով առաջարկում ենք սահմանել, որ գործող հիպոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 25 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիպոթեկային վարկ, այլ հիպոթեկային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Առաջարկում ենք նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի համար, իսկ դրանք են հարկային հաշիվը, հաշիվ ավերագիրը, հսկիչ դրամարկղային կտրոնը, ԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը, ապրանքի տեղափոխման բեռնագիրը, ներկայումս սահմանված է բացառապես հաշիվ ապրանքագիրը, ինչը իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացնում։ Մյուս կետով միջկերատեսչական հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկում ենք սահմանել, որ թե ծրագրին դիմաց եւ շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական հաշվառման տվյալների բազայում կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմաց եւ շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 20 թվականի սեպտեմբերի 27-ից 22 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ անկախ որոշմամբ սահմանված մյուս փաստաթղթերի առկայությունից, այսինքն ավելի դյուրինացնում ենք շահառուի կարգավիճակ ստանալը եւ վերջի առաջարկով, որը նաեւ դուք հնչեցրեցիք, պարոն վարչապետ, նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես ընդլայնել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք ներկայումս 611 են, եւ ավելացնել դրանք 150 բնակավայրով, եւ խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, նախկինում Երևանը եւ Երևանին սահմանակից համայնքները սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 միլիոն դրամի փոխհատուցում, իսկ հիմա Երևանից բացի Երևանին սահմանակից համայնքների դեպքում կդառնա 4 միլիոն դրամ, այսինքն ըստ էության կլինի Երևանը 3, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 են, կմնան 5 եւ մնացած բոլորը կդառնա 4, եթե թույլ տաք արագ ասեմ սահմանակից համայնքների անունները, Աշտարակ համայնք։ Բերեք, պարոն Թորոսյան, մի հատ կետ ավելի բան հասկանանք, էլի։ Այսինքն առաջի կետը վերաբերվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին, այսինքն այն օրվա մեր քննարկման ժամանակ էլ կոնկրետ տենց օրինակ ունեինք, ո՞նց աշխատելու է սպառական, այսինքն պիտի ընտանիքը սպասի երեխան ծնվի, հա։ Երբ որ երեխան ծնվում է, այսինքն իրանց սերտիֆիկատի գումարը ավելանում է, որտեվ կարող են լինել։ Այսինքն սա նշանակում է պետք է սպասեն մինչև երեխայի ծնվել, չպետք է բնակարան ձեռք բերեն։ Չէ, այսինքն երբ որ ծնվում է, իրանց սերտիֆիկատի գումարը ավտոմատ ավելանում է, եւ եթե նույնիսկ ձեռք են բերել, իրենք ունեն նաեւ հնարավորություն այդ դրական մնացորդը այլ նպատակներով օգտագործելու, կշարունակեն օգտագործել։ Այսինքն մինչև 2026 թվականի դեկտեմբերի երեխան ծնվեց, անկախ ընթացիկ կարգավիճակից
Լրացուցիչ թե 4-ա, թե 5-ա, թե 3-ա։ Իրենք ունեն անհատական հաշիվ, մենք ունենք նաև առցանց համակարգ, որտեղ երևալու այդ դրական մնացորդը, նաև այն սահմանաչափերը, որով որ կարող են այդ դրական մնացորդը օգտագործել, ինչպես նշեցի, կահույք, կենցաղային տեխնիկա, որոշ դեպքերում հողամաս կարող են օգտագործել։ Շատ լավ։ Երկրորդը ինչ դեպքի համար են կարգավորում, սա ինչ։ Պարոն վարչապետ, եղել են շահառուներ, իրենք քիչ են թվով, բայց արդարության համար ենք այս կարգավորումը անում, որոնք այդ պահին ոչ թե հիպոթեկային վարկով են այդ նույն տունը ձեռք բերել, այլ տեսակի վարկատեսակով, բայց միևնույնն է տուն են ձեռք բերել, ոչ թե պարզապես վարկ են վերցրել եւ այդ գումարը ծախսել են այլ նպատակներով, դիմումներ են ունեցել քաղաքացիներից եւ հարկ են համարել ուղումը կատարել, Այսինքն ոնց այլ տեսակի վարկով, ոնց սպառողական վարկով տուն են ձեռք բերել։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այս դեպքերում մեծամասամբ իրենք առաջին փուլում հենց հիպոթեկային վարկել կոչվել են։ Բայց բանկային համակարգ շուկայում այսպիսի առաջարկ ունի, եթե մարդը ունի հիպոթեկային վարկ, առաջարկում են տեղափոխել մեկ բանկից մյուս բանկ եւ ավելի ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորել։ Եվ այդ դեպքում, երբ որ մարդը հիպոթեկային վարկը ֆինանսավորած տեղափոխում է հաջորդ բանկը, այդ նոր բանկը երբեմն այդ վարկը անվանում է ոչ թե հիպոթեկային, այլ սպառողական վարկ անշարժ գույքի գրավով։ Այսինքն տրամաբանորեն նույն վարկն է եւ տրված է եղել սկզբնապես տունը ձեռք բերելու համար, բայց տեղափոխելուց հետո կոչվել է սպառողական վարկ։ Իրենք նույնականացվող հարցեր։ Հիմա նման շահառուների համար մենք ինչ ենք սահմանում, որ ինչ։ Մենք ունեինք արդեն սահմանված այդ 2 միլիոն դրամ յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցման Եթե համակարգ։ հիպոթեք ունեինք, Եթե հիպոթեկ է գործող Այսինքն հիպոթեք անվան բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ Չեն չզրկվեն կարողանում, այո։ նույն նպատակի համար արդեն, այսինքն ըստ էության դե ֆակտո նույն վիճակը, դե ֆակտո վիճակը նույնականացնում ենք դե յուրեին, այսինքն դե յուրե նաև կանաչ լույս ենք տալիս այս դեպքին։ Այո։ Շատ լավ։ Երրորդ կետը ինչի մասին է։ Երրորդ կետը պարոն վարչապետ նրա մասն է, որ ավելի հեշտ ենք դարձնում այդ իրացման գործընթացը դրական մնացորդի, որովհետև այսօր սահմանված միայն հաշիվ ապրանքագրով փոխհատուցումները ըստ էության շատ են սահմանափակում, մենք թույլ ենք տալիս նաև այլ վճարային փաստաթղթեր, որոնք որ ծախսագրելու հնարավորություն են տալիս մեր հարկային համակարգում կիրառել, ինչպես նշեցի, ասենք որպես ամենաշատ կիրառվող օրինակ ՀԴՄ կտրոնը, որ եթե ՀԴՄ կտրոնով այդ բանը կատարվում է, գործարքը, ապա փոխանցումը կատարենք մենք։ Հեշտացնում ենք, դյուրինացնում ենք քաղաքացիների ըստ էության իրենց կենցաղային պայմանները բարելավելու հնարավորությունը, որտեղ է դրական մնացորդը դրա վրա է։ Այսինքն փաստաթղթավորման պահանջները նվազեցնում ենք, բայց այնուամենայնիվ Ընդլայնում ենք, որ անպայման լինի, բայց լինի նաև այլ տեսակի փաստաթուղթ։ շատ լավ։ Չորրորդ կետը Չորրորդ կետը դա միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները կայացնելու հիմքերի ընդլայնումն է, այսինքն եթե կլինեն տվյալները այլ բազաներում, այստեղ կոնկրետ ԿԳՄՍ մեր գործընկերների բազայում տվյալները, նաև անհատական հաշվառման տվյալների բազայում Ղարաբաղի, որ համարենք շահառու իրանց, որտեղ հաճախ փաստաթղթերի ավելի շատ պահանջներ ունենք հիմա, շատ ավելի շատ փաստաթղթեր պետք է ներկայացնել, շահառու, ծրագրի շահառու, որտեղ այս ամբողջ ծրագրի շահառու, բնակապահովման ծրագրի շահառու եւ փաստացի քաղաքացիները այդ ասենք մի փաստաթղթի բացակայության պատճառով դուրս էին մնում, հիմա դուրս չեն մնա, մենք Այդ այն նոր որ խոսում ենք ծննդական եւ այլն այդ թեման է, ծննդականը ավելի շատ քաղաքացիությունը ստանալու համար էր անհրաժեշտ։ Եվ 5-րդ կետը 5-րդ կետը աջակցության չափի վերանայում է Երևանի սահմանակից համայնքներում։ 3-ից դարձնում ենք 4 միլիոն։ Որ համայնքներում էր 3, որ դարձնում ենք 4 միլիոն։ Երևանից բացի Աշտարակ, Արտաշատ։ Մի րոպե, Երևանում չենք փոխում, Երևանում մնում է 3։ Այո, ասում եմ Երևանից բացի 3 էր նաև Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Փարաքարում, Աբովյանում, Նայրի համայնքում, Նորաճնում, Գառնիում եւ Ջրվեժում եւ հիմա այս բոլոր տեղերում դառնում է 4 միլիոն։ Բնակավայրերի թիվը շատ էր, այդ խոշորացված համայնքների բնակավայրերի։ Ես անունները տվեցի խոշորացված համայնքների, իրենց բոլոր բնակավայրերին է վերաբերում այսքան որոշումը։ Մոտ 150 բնակավայր։ Շատ լավ, շատ լավ։ Եվ խոսքը վերաբերում է պարոն վարչապետ, նաև եթե թվեր ասեմ, այդ բնակավայրերում այս պայդրությամբ ապրում է մոտավորապես 25000
մեր հայրենակից եւ պոտենցիալը դա է այդքան մարդու վրա կազդի, բայց նաեւ իհարկե կարող է ուրիշ բնակավայրերում ապրող քաղաքացիներ ընտրեն այս նոր համայնքները այս մեր փոփոխությամբ եւ եթե թույլ կտակ նաեւ ասեմ վիճակագրությունը մինչեւ այս պահը սերտիֆիկատների տրամադրման եւ իրացման մենք ունենք 3-վա դրությամբ 5232 տրված սերտիֆիկատ, այսինքն այդքան ընտանիք, շահառու ընտանիք եւ որից իրացվել է 2336-ը։ Եվ թիվը ամեն օր աճում է։ Այսինքն այդ մարդկանց սեփականության իրավունքը գրանցվել է, երբ որ արդեն ձեռք են բերել կամ սկսել են տուն կառուցել։ Շատ լավ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դե ակնհայտորեն իհարկե այս ծրագիրը շատ կարևոր է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք նաև այս ծրագրի քաղաքական նշանակությունը ոչ միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ ռազմավարական դիրքավորման տրամաբանության մեջ։ Տեսեք, մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև ես ուզում եմ նաև կառավարության նիստում արձանագրել եւ նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Հասկանում եք, խաղաղությունը ինչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, եւ մենք պետք է առերեսվենք, այս հատկապես հիմա դա շատ կարեւոր է անել։ Երբ որ մենք ասում ենք, խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն եւ ակնհայտորեն նկատի ունենք, մենք ըստ էության առաջինը չենք թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն եւ տնավորվեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խաղաղությունը մենակ պայմանագիր չի։ Խաղաղությունն է նա, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ այն ճամպրուկը կապած վիճակում այդ չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական, կայսերական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք։ Էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք։ Էսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի։ Էսա կվերադառնաք Վան, Մուշ, չգիտեմ, Կիլիկիա եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս քաղաքականությունը ունի երկու նպատակ։ Առաջինը հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ եւ երկրորդը թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա։ Որովհետեւ այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ հոգեբանությունը պանդուխտի սոցիալ հոգեբանությունն է, որ մենք ինչ որ միտեղ պետքա գնանք, այս այն տեղը չի, որտեղ մենք պետքա մնանք։ Այդ պետությունը չի կարա կայանա։ Եվ մենք անընդհատ առերեսվում ենք, մենք այդքան, տեսեք, մենք անկախության առաջին օրերից ի վեր միլիոնավոր անգամներ մեր հանրային քաղաքական դաշտում, սոցիալ բանում, մամուլում, հետո երբ որ սոցիալական ցանցերը կային սոցիալական ցանցերում, ամենաշատ օգտագործված տերմինաբանությունը եւ խնդրեմը այդ արտագաղթն է։ Մեր խնդրեմն է, բայց մենք այդ խնդրեմը չենք ճանաչել եւ չենք ճանաչում։ Մենք չգիտենք այդ ինչ երևույթ է։ Ընդ որում, ես ուզում եմ սա բան անել, սա ընդգծել, ընդ որում ժողովուրդը ավելի շատ այս խնդրեմի հետ առերեսվում ուզում հասկանալ անեկդոտների, պատմությունների, սովորույթների տեսքով, քան պետությունը, քան պայմանականորեն ասած էլիտար շրջանակները,
որովհետև էլիտար, այսպես ասած, շրջանակները այդ process-ի մաս են, որովհետև էլիտար շրջանակները կայսերական քաղաքականության մաս են, գիտակցաբար թե անգիտակցաբար, լինելով այն մեխանիզմի գործողության մեջ, որի նպատակը էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետության որպես անկախ ինքնիշխան զարգացած ազատ պետություն կայացումը թույլ չտալն է։ Եվ սա սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Այդ ժամանակ այդքան որ ասում են անվտանգություն, երկրորդ արտագաղթից հետո անվտանգությունն է։ Մենք մինչև հիմա չենք էլ հասկացել անվտանգությունը ինչ է, ինչ բաղադրից, ինչ կոմպոնենտներից է ինքը բաղկացած, որովհետև ոչ մի համակարգ ինքը մի դետալից չի բաղկացած։ Ոնց որ ավտոմեքենա ասելով նկատի ունենանք անիվ կամ ղեկ։ Անիվ կարող ենք ունենալ նույնիսկ 4 հատ, բայց դա չի նշանակում, որ մենք մեքենա ունենք։ Նստատեղ կարող ենք ունենալ նույնիսկ 15 հատ, բայց դա չի նշանակի, որ մենք մեքենա ունենք։ Շարժիչ էլ կարող ենք ունենալ, բայց դա չի նշանակի, թե մենք մեքենա ունենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է արձանագրել հետևյալը։ Եվ ես իմիջիալոց նաև իրական Հայաստանի մասին բանախոսությունների ընթացքում ես այդ թեմային անդրադառնում եմ, ես իսկապես ուզում եմ հասկանալ այդ երևույթը։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, ասինքն ապրում է, ենթադրենք Քաջարանում կամ Դիլիջանում կամ չգիտեմ որևէ տեղ։ Ինքը ստեղ է ծնվել, մեծացել, իր հայրը ստեղ է ծնվել, մեծացել, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե ինչ հետաքրքիր բան է, հայրենասիրական մոտեցում է։ Բայց լրիվ ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Հայրենասիրության այն բանաձևը, որը Ստալինը բանը արել, այն ժամանակ այդ բաները չկար, upload արել մեր հանրային գիտակցության մեջ։ Եվ էլ եմ ասում, մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ որ մենք խոսում ենք խաղաղության խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ հոգեբանական մակարդակում է, մենք պետքա խաղաղվենք։ Հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ կկորցնենք խաղաղությունը, որովհետև այդ նշանակում է, երբ որ մենք այդ խոսույթները շարունակում ենք, այդ նշանակում է մենք մտնում ենք կոնֆլիկտի մեր շուրջ բոլորի հետ մտնում ենք կոնֆլիկտի, իսկ այս պարագայում մեզ ինչ է պետք։ Մտնում ենք կոնֆլիկտի, հետո ենք հասկանում, բա ոնց մի րոպե, բա մեր ռեսուրսները հետո չեն բավարար չեն, եւ բավարար չեն լինելու այդ կոնֆլիկտի համար։ Բա ինչ անենք։ Երաշխավոր փնտրենք։ Ու գնացինք երաշխավոր փնտրելու։ Ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին։ Իմիջիայլոց, որ ասվում է, որ մենք խաղաղություն ենք ունեցել բանից նկատի առնվում 20 թվից առաջ խաղաղություն ենք ունեցել։ Մենք խաղաղություն չենք ունեցել։ Մենք ունեցել ենք սառեցված պատերազմ։ Մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Ինչի հաշվին, հարգելի գործընկերներ, ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության, մեր բարեկեցության, մեր ազատության, մեր զարգացման հաշվին։ Եվ 2016 թվականի դրությամբ արդեն այդ պատերազմը հետաձգելի բոլոր ռեսուրսները այլևս սպառված էին։